Քննարկում ենք հարց համար 23-ը Երևանի Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրի մասին հարցազեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում ներդրումային ծրագրին հավանություն տալու GTB Development ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու եւ լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծը ներդրումային ծրագիրը վերաբերում է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, որի իրականացման համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարության կողմից հավանություն տալ ներկայացված ներդրումային ծրագրին, ինչպես նաև համաձայնություն տալ նշված ներդրողին կառուցապատման իրավունք տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն մեծարգո վարչապետ առաջարկում խոսքով փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին որոշման մանրամասները ներկայացնելու համար։ Համեցեք պարոն Ավին։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է եւ որ միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում, ինչի արդյունքում նաեւ կյանքի կկոչվի Թամանյանական եւ Ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը եւ իրականացման վերջնարդյունքը ծրագրի պարոն վարչապետ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետանին պատկանող նոր համերգասրահ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, մոտավորապես 30,000 քառակուսի մետր տարածքից ավել տարածքով, իսկ հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով առկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Սա ընդհանուր կոնցեպտն է, բայց ես ուզում եմ նաեւ մի փոքր պատմել process-ի մասին, որովհետեւ այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է եւ փոսորակն էլ մոտավորապես 2007 թվականից փորված է եւ տեղից չի շարժվել։ 2007 թվականին կամ 2006 թվականին հստակ ժամկետը չեմ կարողանա ասել, այն ժամանակ Գավեշյան հիմնադրամը նախաձեռնել էր այդ տարածքի կառուցապատման ծրագրի մրցույթ։ Այդ մրցույթը անցել էր եւ մասնակցել են տարբեր խոշոր ճարտարապետական ընկերություններ, բայց փաստացի նրանցից ոչ մեկ չէր ընտրվել։ Ընտրվել էր նյույորքյան մի ճարտարապետական ընկերություն, շատ տաղանդավոր ճարտարապետով, եւ նույնիսկ շինարարությունը սկսել էր 2007 թվականին։ Ֆինանսական ճգնաժամի ժամանակ, արդեն 2008 թվականին կառուցումը համալիրի կանգնեցվել էր եւ մինչ այսօր փաստացի ունենք այն վիճակը, ինչ ունենք։ Ունենք այդ նախագիծը, ունենք նաև նախագծեր հայ ճարտարապետների կողմից առաջարկվող եւ ունենք Wilmot & Associates ընկերության կողմից առաջարկված կոնցեպտուալ նախագիծը, երկար բանավեճերից քննարկումներից ճարտարապետական հանրության հետ մենք հասկացանք, որ ճարտարապետների շրջանում հարցը լուծում ստանալ չի կարող, որովհետեւ Կասկադը երևի թե այն տարածքն է, որի վերաբերյալ ամեն մեկս ունենք մեր ուրույն դիրքորոշումը եւ տեսակետը եւ հարցը որոշվեց դնել քվեարկության։ Մարտիկ ակտիվ քաղաքացի հարթակով քվեարկեցին երկու ճարտարապետական լուծման համար։ Մեկը նյույորքյան 2007 թվականին հաստատված նախագիծներ, մեկը Wilmot & Associates ֆրանսիական ճարտարապետական ընկերության կողմից առաջարկվող նախագիծներ եւ քվեարկության արդյունքում ակտիվ քաղաքացի հարթակով փաստացի հաղթեց երկրորդը ֆրանսիական ճարտարապետական նախագիծը։ Հետո արդեն իսկ այդ նախագիծը մենք քաղաքապետարանը հիմք վերցնելով որպես էսկիզային նախագիծ կազմեց մրցութային բավականին բարդ եւ խրթին փաթեթ։
Փաթեթը իր մեջ ներառում էր մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինը այն էր, որ կենտրոնական հատվածում Երևանի քաղաքապետարանը պահանջում էր իր համար կառուցել այն ինչ որ ներկայացրեցի, այսինքն համերգասրահով, ժամանակակից արվեստի թանգարանով եւ մնացյալ հասարակական տարածքներով կենտրոն, որի համար Երևանի քաղաքապետարանը առաջարկում էր հարակից 4.6 հեկտար տարածքում կոնկրետ չափորոշիչներով կառուցապատում իրականացնել արդեն բազմաֆունկցիոնալ համալիրի եւ փաստացի նվազագույն ներդրման չափը, որը որ առաջարկել էր քաղաքապետարանը 13 միլիարդ դրամներ, հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում 13 միլիարդի փոխարեն 20 միլիարդ 46 միլիոն դրամ ներդրում իրականացնել։ Բացի դրանից կառուցապատող ընկերությունը նաև Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 միլիարդ 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով եւ նաև իրականացրելու է կանաչապատման աշխատանքներ։ Մենք նաև տվել ենք 3 շուկայական արժեքը գնահատող ընկերությունների լիցենզավորված գնահատում են իրականացրել եւ այդ 4.6 հեկտար տարածքի արժեքը գնահատվել է միջինացված մոտավորապես 22 միլիարդ 200 միլիոն դրամ եւ փաստացի մեր ծրագրով իրականացնելու դեպքում ստացվում է որ մենք 30 միլիարդ 688 միլիոն դրամ ենք ստանում, եթե թվային տեսքով ներկայացնենք եւ պարոն Խաչատրյանի պնդումներ եւ իրականում շատ կարեւոր պնդումներ, որ մենք այս համեմատականը տանենք եւ տեսնենք, որ այստեղ էլ ունենք իրականում արդյունավետ աշխատանք, բայց որ ամենակարևորն է Երևանի սրտում կկառուցվի Կասկադի համալիրի բացակայող հատվածը եւ այդ հատվածը կստանա ամբողջական տեսք միացնելով ստորին եւ վերին հատվածները։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ավինյան։ Հարգելի գործընկերներ, բազային իրավիճակը հետեւյալն է։ Իհարկե Կասկադը այնքան այսպես խարիզմատիկ տեղ է, որ շատերս չենք էլ նկատում, որ ինքը անավարտ է։ Երբ որ սկսում ես քայլել, այն կողքեր մեկ էլ տեսնում ես, կողքը ինչ որ աղբեր են, տենց բան քարակույտեր, շինարարության մնացորդներ եւ այլն, այդ ժամանակ ես հասկանում, որ ինքը իրականում ընդամենը, այո, ողնաշարն է, բայց ամբողջը չի։ Հիմա գաղափարը, եթե ես ճիշտ եմ հասկանում, հետեւյալն է. Երևանի քաղաքապետարանը ունի հող այդ տարածքում, Երևանի քաղաքապետարանի բալանսին 4.6, 1.6, հա 2.3 կենտրոնական հատվածն է, որտեղ այդ մեր կոմպլեքսն է կառուցվում եւ 4.6 հեկտար հարակից հատված։ Եվ այդ հողատարածքները տրամադրվում են ներդրումային ծրագրի դիմաց եւ ներդրողը ստանում է հող, այնտեղ կառուցապատում իրականացնելու հնարավորություն, բնականաբար շահույթներ ստանալու, Երևանի քաղաքապետարանը ստանում է փող եւ ստանում է հանրային տարածքներ, արդեն քաղաքապետը նշեց, համերգասրահ, թանգարանային տարածքներ եւ այլն եւ այլն։ Հիմա դուք խոսիք մրցույթի մասին, ընկերությունը մրցութային ընթացակարգով է ընտրվել, այսինքն։ Այո, պարոն վարչապետ, այս մրցութային ընթացակարգը ներառում ինքը մի քանի կոմպոնենտներ ներառում եւ դրա համար ենք մենք իրականում այսօր կառավարության նիստում քննարկում կառավարության որոշումը, որովհետեւ ինքը ոչ ստանդարտ մրցույթ էր։ Ինչ էր մրցույթի պահանջը։ Մրցույթի պահանջն էր ավարտուն տեսքի հասցնել եւ քաղաքապետարանին հանձնել կենտրոնական հատվածը, որի համար մենք տալիս ենք ներողություն կենտրոնական հատվածը հենց Կասկադի հենց ուղիղ վերևի հատվածն է։ Մի քիչ էլ աչուձախ, մի քիչ։ Այո։ Իսկ կառուցապատման հատվածը, եթե դեմքով նայենք Կասկադին, աջ կողմի հատվածն է։ Այո, պարոն վարչապետ, եւ հիմնական գնահատման ցուցանիշը որոշվել էր ընդունել կենտրոնական հատվածում առաջարկվող ներդրման չափը, այսինքն մենք դրանով ենք փաստացի հիմնական ֆինանսական հատվածը, մենք դրանով ենք փաստացի գնահատումն իրականացրել, ինչպես նաև առաջարկվող քաղաքաշինական ծրագիր, այնտեղ որոշակի բաներով, էլի գործակիցներով, բայց ֆինանսականը հենց դա էր համարվել եւ իրականում նաեւ համեմատական ենք տարել փաստացի շուկայական արժեքի հետ, ինչ կլիներ, եթե օրինակ աճուրդային տրամաբանությամբ այդ կողքի 4.6 հեկտարը վաճառեինք, ինչ գումար կստանայինք եւ հետո մրցույթ կազմակերպեինք, որպիսի կառուցեինք, փաստացի ստացվում է, որ այսօրվա շուկայական արժեքից
ավելի բարձր ֆինանսական առումով արդյունք ենք ստանում։ Եվ վերջին հարցը մեր սխեման ռիսկի կառավարման մեխանիզմ ունի, որ եթե ինչ-ինչ պատճառով, որովհետև տենց դեպքեր ցավոք մենք ունենք տարբեր տեղերում, որ վերցվել է ներդրումային ծրագրի համար, հետո հնդածը մոռացվել է, թե ինչի համար է, հա ճիշտ է, բայց բարեբախտաբար սեփականության փոփոխություն չի եղել։ Այսինքն, եթե ինչ-որ բանն չգնա, որպեսզի քաղաքը կարողանա հետ վերադարձնել իր ունեցածը։ Անվարչապետ, իրականում մրցույթի այս բարդ իրականացման ընթացքը նաև պայմանավորված էր այդ մեխանիզմների ներդրմամբ եւ այստեղ շատ կոշտ մեխանիզմներ ունենք ներդրած, մասնավորապես համայնքի մոտ այդ հարակից 406 հեկտար հատվածը հողամասի ամբողջ հատվածը գրավադրված է լինելու մինչև հողի ուղակի վաճառքի պայմանագրի գնի կամ դեպոզիտ գումարի ամբողջական վճարումը եւ ընկերությունը պետք է 30% համայնքին տրվող դեպոզիտ գումար վճարի ամեն հատվածի համար այդ նույն 406 հեկտար հատվածում համայնքային հողամասի օտարման պայմանագրի լուծման ռիսկը մեր այդ կենտրոնական հատվածի նախագծի իրականացման ժամանակացույցից 9 եւ ամիս շեղվելու դեպքում մենք էլի ունենք կիրառում ենք որոշակի գործիքակազմ 5 միլիարդ դրամ տուգանք կա նաեւ 10 տարով եթե խախտվում է 10 տարով համայնքային ծրագրերին մասնակցելու իրավունքից զրկվելու նաեւ հնարավորություն բանա ստեղծում այսինքն փաստացի ինչ է արվում մոտավորապես եթե 9 ամիս կենտրոնական հատվածի ժամանակացույցից շինարարը հետ մնաց փաստացի ամբողջ են հարակից տարածքը, որ գրավադրված է մեր մոտ, ամբողջը պետք է չեղարկվի եւ վերադառնա, վճարվի տուգանքներ, հետագայում ծեր, բայց հուսով եմ այնքան խիստ պայմաններ են դրված, որ մենք նույնիսկ այդ տեսակ հարցեր չենք քննարկելու։ Ըստ պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե ես մի բան ուզում եմ պարզաբանել, էլի մեր որոշում այն մասն է, որ մենք կառուցապատման իրավունքը եւ վաճառքի ուղիղ իրավունք ենք տալիս, այսինքն մեր կառավարության որոշման նախագծի քննարկման բերված անունը եւ բովանդակությունը մի քիչ շեղված են իրայից։ Ինչի՞, որովհետեւ մենք հիմա խոսում ենք ուղղակի վաճառքի իրավունք տալու մասին քաղաքապետարանին, բայց պարոն Ավինյանը պարզաբանեց, որ դրա հիմքում ընկած է եղել մրցութային ընտրության ընթացակարգ։ Ստանդարտ չի, բայց մենք ամենայն մանրամասնությամբ ենք քննարկել, թե ինչա տեղի ունեցել, որովհետեւ մենք վստահ լինենք, որ այն իրավունքները, որ կշնորհվեն որոշման վերնագրում նշված կազմակերպությանը, տեղի ունեցել ընտրության եւ որոշ իմաստով նաեւ մրցակցային ընթացակարգերի արդյունքում։ Մեկ հարց են քննարկել, որ կխնդրեմ, որ քաղաքապետարանը հետագայում ուշադրություն դարձնի այդ հարցին, այդ ընթացակարգը ինքը կարճ ժամանակի համար է նախատեսված եղել։ Այսինքն մենք միշտ, եթե նման շատ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, լավ կլինի, որ հնարավորություն ունենանք 6 ամիս, 1 տարի այդ ծրագրի մասին խոսել, որ բոլոր հետաքրքրված կողմերը, ովքեր գալիս են ծրագիր իրականացնելու, նախապատրաստվեն, որովհետև մենք հիմա խոսում ենք 30 միլիարդ դրամ ընդհանուր առմամբ ներդրումների պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին, որոնք Հայաստանում այդքան շատ չեն ամենայն հավանականությամբ, արագ որոշումների տեսանկյունից նկատի ունեմ, բայց նաև մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը չափազանց կարևոր ծրագիր է, եւ պարոն Ավինյանը իր բոլոր հիմնավորումների հիմքում դել էր այդ փաստարկը, որ մենք չենք կարող 2 տարի սպասել, մինչև կորոշենք այս ծրագիրը առաջ տանել։ Սա մեկ հանգամանք էր, որի մասին մենք խոսել ենք, եւ երկրորդ հանգամանքը, պարոն վարչապետ, որ նաև ձեզ մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ենք մանրամասնորեն քննարկել, նաեւ որ մենք վստահ լինենք, որովհետեւ այս գործարքը մեծ հաշվով եթե տրոհեինք, այլ կերպ կարող էր ներկայանալ։ Ինչ կերպ կարող էր քաղաքապետարանը վաճառքի տանել հարակից 406 հեկտար հողամասը, աճուրդով մրցակցային եւ ամբողջ ֆինանսական միջոցը դրանից օգտագործել իր պատվիրատվությամբ այդ մշակութային հանգույցը կառուցելու համար, այսինքն հանդես գալ որպես պատվիրատու։ Այստեղ էլ երբ որ միավորել ենք այս երկու գործընթացները, առաջին տպավորությամբ բարդացնում է այդ փոխհարաբերությունները եւ թույլ չի տալիս տեսնել ամեն մի հատվածում առանձին վերծված արդյոք կատարել ենք լավագույն ընտրությունը թե ոչ։ Եվ մենք այդտեղ էր, որ եւս մեկ անգամ կանգ առանք եւ ասենք եկեք մի հատ այս շուկայական արժեքը հասկանանք այս հողամասի։ Պարոն Ավինյանը արդեն նշեց 3 գնահատման եզրակացություն են պատվիրել տարբեր
անկախ գնահատողների կողմից եւ 3-ի միջինացված արժեքը եթե գումարենք այն 10 միլիարդին, որ կադաստրային գնահատման արժեքն է ուղիղ դրամական վճարի ձևով է քաղաքապետարանը ստանալու, այդ երկուսի հարագումարը իրենից, այսինքն 10 միլիարդ եւ 20 միլիարդ այդ մշակութային համալիրում ներդրումների հանրագումարը 30-ը գերազանցում է այդ շուկայական գնահատված արժեքը։ Եվ սրանք պետք է պարզաբանվեն, որովհետեւ սրանք ամենևին չերկրորդելով այն կարևոր նշանակությունը, որ այդ մշակութային համալիրը ավարտին հասցնելու գաղափարն ինքնին ունի, ես ուզում եի հատկապես ուշադրություն հրավիրել են հանգամանքի վրա, որ մենք տնտեսական բաղադրիչը նույնպես քննարկել ենք, պարզաբանել ենք, որքան դա հնարավոր է եւ որ նաեւ մեր քաղաքացիները գիտենան, թե մենք ինչի մասն ենք խոսում։ Սա շնորհակալ եմ։ Շատ լավ։ Կան հարցեր, հարգելի գործընկերներ, մտքեր։ Չկան, ըստ այդմ հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։